Հավատքի բանկի գրքույկը, օր հոկտեմբերի 29։ Եվ իմ ժողովրդի և քո ժողովրդի մեջ խտրություն կդնեմ, էգուց կլինի այս նշանը, Ելից 8-րդ գլուխ 23-րդ խոսք։ Փարավոնն ունի իր ժողովուրդը, իսկ Տերն ունի իր ժողովուրդը։ Նրանք կարող են ապրել միասին և նույն տեսքն ունենալ, բայց նրանց միջև կա հստակ տարբերություն, և Տերը դա տեսանելի կդարձնի։ Նույն իրադարձությունը միշտ չէ, որ բոլորի հետ նույն կերպ կպատահի, բայց մեծ տարբերություն կլինի աշխարհի մարդկանց և Տիրոջ կողմից ընտրված ժողովրդի միջև։ Սա կարող է տեղի ունենալ դատաստանի ժամանակ, երբ Տերը դառնում է իր սրբերի ապաստանը։ Սա առավել նկատելի է հավատացյալների դարձի գալու ժամանակ, երբ նրանց մեղքերը ջնջվում և ներվում են, մինչդեռ անհավատները մնում են դատապարտության տակ։ Այդ պահից սկսած նրանք դառնում են զատված ազգ, ենթակա նոր կարգապահության և վայելում են նոր օրհնությունները։ Այսուհետ նրանց տները ազատ են չարի տանջալից ամբոխից, որը պղծում և տանջում է եգիպտացիներին։ Նրանք պաշտպանված են կրքի վարակից, անհանգստության խայթոցից, ստի ապականությունից և ատելության դաժան տանջանքից, որը կլանում է բազմաթիվ ընտանիքներ։ Վստահ եղիր, ով փորձված հավատացյալ, որ չնայած դու ունես քո սեփական դժվարությունները, դու փրկված ես շատ ավելի վատ խնդիրներից, որոնք լցնում են այս աշխարհի իշխանի ծառաների տները ու սրտերը։ Տերը բաժանարար գիծ է դրել քո և նրանց միջև, ուրեմն զգոն եղիր, որ պահպանես այս գիծը քո հոգում, նպատակներում, բնավորությունում և համայնքում։